Բարև ձեզ, նախ շնորհակալություն, որ այսպիսի հնարավորություն է ընձեռնվել եւ շնորհակալություն նաեւ UNFPA-ին, որ ներգրավեց մեզ այս աշխատանքների մեջ եւ կառավարությանը, ֆինանսների նախարարությանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, որոնք բավական մեծ աշխատանք արեցին վիճակագրական մեր կոմիտեն, որովհետև այս աշխատանքների մեջ չէր կարող արվել, եթե իրանց մասնակցությունը տվյալների հասանելիությունը չլիներ։ Այս աշխատանքը զարգացումն է այն աշխատանքի, որը մենք արեցինք դեռ 22 թվականներին, երբ որ առաջի անգամ Հայաստանում մշակվեց ազգային փոխանցումային հաշիվների մոդելը եւ հաշվետվությունը, եւ դա համար որ մեր ունկնդիրները եւ որ մասնակցում է այստեղ եւ կլսի հետո հասկանան ինչի մասին է խոսքը, սկզբից երևի ազգային փոխանցումային հաշիվների մասին մի փոքր անդրադարձ կատարենք։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մեր տնտեսության մեջ այն ազգային հաշիվները, որոնք իրենցից ներառում են մեր երկրում ստեղծված արդյունքը եւ ինչպես այդ արդյունքի օգտագործումը, դիսագրեգացվում են ըստ տարիքի եւ ըստ սեռի։ Եվ սա շատ կարեւոր է հետագայում հասկանալու համար, ովքեր են այն հիմնական սեռատարիքային խմբերը, որոնք ստեղծում են այդ արդյունքը, ովքեր են այն հիմնական սեռատարիքային խմբերը, որոնք սպառում են այդ արդյունքը, եւ սա շատ կարեւոր է հետագայում սոցիալական, առողջապահական, կրթական, տնտեսական եւ մնացած բոլոր տիպի ռազմավարություններ եւ քաղաքականություններ իրականացման համար։ Ինչ է նշանակում այսօրվա ներկայացվող հետազոտությունը, ինքը արդեն դրա մեջ ներառում է այսպես կոչված ոչ մոնետիզացված արդյունքը, որը իրենից ներկայացնում է այն ձևով է չափվում, դա այն ծախսված ժամանակով եւ սպառված ժամանակով, որը գնում է աշխատանք է ստեղծում, արդյունք է ստեղծում, որտեղ եթե մենք ազգային հաշիվների վրա մենակ մնանք, ինքը մենակ արտահայտում է այն մասը, որը մոնետիզացված է, որի դիմաց վճարվում են կամ որը սպառվում է որպես գումար։ Իսկ այն մասը, որը մնում է, ինչպես Լուսինեն ասեց, մաս, որը չի տեսնվում եւ ազգային հաշիվները չեն տեսնում, դա այն մասն է, որը անդրադարձը կատարվում իդեմս ժամանակի։ Երբ որ մենք գանք այդ ժամանակի մասով, ակնհայտ պետք է ասել, եւ Լուսինեն արդեն նշեց, որ մեր մոտ կա խիստ գենդերային բևեռարվածություն։ Եվ սա շատ կարեւոր է հասկանալ, որ եթե մենք վերցնում ենք կանանց մասով իրենց ամբողջ կյանքի ընթացքում իրանց միջինում 15-3 ժամ շաբաթական ծախսվում է տան խնամքի վրա, տնային գործերի վրա եւ եւս 8-6 ժամ շաբաթական ծախսվում է խնամքի ընդհանրապես խնամքի գործողությունների վրա։ Եթե համատենք տղամարդկանց հետ, իրականում տղամարդկանց մոտ այդ նույն ցուցանիշները շատ ավելի փոքր են, հա, 3-6 ժամ շաբաթական։ Այս խոսում են տղամարդիկ ամբողջ իրանց կյանքի ընթացքում 0 օրվանից մինչև կյանքի վերջ։ Ծախսում են միջինում 3-6 ժամ շաբաթական տան խնամքի վրա եւ 2-2 ժամ շաբաթական խնամք որպես այդպիսին։ Իրականում շատ կարեւոր է հասկանալ, որ մենք ունենք շատ մեծ բերվածություն եւ կան որոշակի տարիքային ժամանակահատվածներ, երբ որ այդ տարբերությունը շատ լուրջ խզվում է։ Մասնավորապես մեր կանանց մոտ չվճարվող աշխատանքի պիկը, մաքսիմում կետը հասնում է 30-ից 35 տարեկան ընթացքում, որտեղ այդ չվճարվող աշխատանքը, որը իր մեջ ներառում է տնային խնամքը, երեխաների խնամքը, մեծահասակների խնամքը, հասնում է մինչև 47-49 ժամ շաբաթական, կանայք միջինում այդ տարիքում 30-ից 35 տարեկան հասակում ծախսում են այդ չվճարվող աշխատանքի դիմաց։ Տղամարդկանց մոտ այդ նույն ժամանակահատվածում է էլի մաքսիմում կետը հասնում, այդ ցուցանիշը կազմում է 8-ից 11 ժամ շաբաթական։ Եվ փաստորեն մենք իրականում պետք է ասենք, որ աշխատանքային տարիքում մեր մոտ կանայք մոտավորապես 4-5 անգամ ավել աշխատանք են անում չվճարվող, քան թե տղամարդիկ։ Եվ մաքսիմալ տարբերությունը հասնում է այն տարիքում, երբ որ 23-ից 27 տարեկան հասակում, երբ որ այդ տարբերությունը 10 անգամ ավել է։ 10 անգամ ավել ժամանակ կանայք ներդնում են այդպիսի խնամքի մեջ, համեմատած տղամարդկանց։ Եվ շատ կարևոր է, որ իհարկե ամենամեծ այդ խնամքի ստացողը իհարկե երեխաներն են,
որոնք հիմնական ստացողն են այդ չվճարվող խնամքի աշխատանքների եւ իհարկե ոնց որ արդեն պարզ է հիմնական տրամադրողը դա կանայք են այդ հիմնական աշխատանքային տարիքում։ Մենք փորձել ենք նաև երկու մեթոդներով գնահատել, թե ինչ է յանից ներկայացնում գումարային, փորձել վերածել այդ ժամանակը գումարին եւ երկու մեթոդ է կիրառվում այստեղ։ Մի մեթոդը կոչվում է փոխարկման մեթոդ, երբ որ մենք փորձում ենք այդ աշխատանքը փոխարկել այս պահին շուկայում գործող նմանատիպ աշխատանքի համար վճարվող գումարների մասով։ Այդ դեպքում ստացվում է, որ մեր կանանց մոտ չվճարվող աշխատանքը իրանց ընդհանուր աշխատանքի մեջ կազմում է մոտ 78%։ Հետևաբար ստացվում է, որ կանանց ընդհանուր աշխատանքի մեջ 78%-ի համար իրանք չեն ստանում վճարում եւ ստանում են վճարում միայն 22%-ի։ Տղամարդկանց մոտ այդ տարբերությունը լրիվ հակառակն է, հա 11% է իրանց մոտ չվճարվող աշխատանքը եւ մոտավորապես 89% վճարվողը։ Համապատասխանում, եթե մենք նայում ենք այս իրավիճակին, մի այլ մեթոդ էլ կա, թե ինչ կստացվեր, եթե կանայք այդ ժամանակը, որը իրանք ծախսում են չվճարվող աշխատանքի դիմաց, իրանք փոխարինեին վճարելի աշխատանքով իրենց տարիքին եւ իրենց հմտություններին համապատասխան։ Այստեղ տարբերությունը շատ ավելի մեծ է ստացվում, որովհետեւ ստացվում է, որ մոտավորապես չվճարվող աշխատանքը 21 անգամ ավելի մեծ է ստացվում, քան իրենց աշխատանքը մեկ անձի հաշվարկով, իսկ տղամարդկանց մոտ դա միայն 32% է կազմում։ Հետապես մենք պետք է իրականում հասկանանք, որ մենք գործ ունենք շատ մեծ ոլորտի հետ, շատ մեծ սեկտորի հետ, եւ իրականում, երբ որ փորձում ենք չափել այդ սեկտորի մեծությունը մեր տնտեսության մեջ, իրականում այս սեկտորը հանդիսանում է ամենամեծ ոլորտը։ Մենք նմանատիպ մեծ ոլորտ արդյունաբերության, ծառայությունների ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում չունենք եւ այստեղ այդ սեկտորը տարբեր չափումներով, ինչպես ես ասացի, փոխարկման եւ հնարավորության մեթոդով չափելու դեպքում 16-ից մինչեւ 30% է հասնում։ Հետևաբար իրականության մեջ մեր կողքը գոյություն ունի մի մեծ ոլորտ ավելացված արժեք ստեղծելու, որը մենք չենք տեսնում եւ որը մեր կարծիքով ժամանակն է, որ մենք սկսենք դրան ուշադրություն դարձնել եւ հասկանալ, որ մեր ավելացված արժեքը, որ մեր երկրում ստեղծվում է, դա ամենամեծ մասը, որ ավելացված արժեքի ստեղծման մեջ մասնակցում է, դա այն չվճարվող աշխատանքն է, որը կատարվում է կանանց, հիմնականում կանանց եւ տղամարդկանց միջոցով։